Բարև ձեզ եւ բարի գալուստ update լրատվական։ Թարմացնենք օրվա լրահոսը միասին։ Եվ այսպես այսօր տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստը։ Նիստի ընթացքում մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեթրակյանը հայտնեց, որ Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի արդիականացման աշխատանքների շրջանակում շահագործման է հանձնվել հերթական վերանորոգված շարժակազմը։ Նրա խոսքով գործող պարկից մեկ շարժակազմ 3 վագոնով ամբողջությամբ անցել է ընթացիկ վերանորոգում եւ արդեն դուրս է եկել գիծ։ Սեթրակյանը նաև տեղեկացրեց, որ 3 միջանկյալ վագոնների ձեռքբերման մրցույթը ավարտվել է, մնում է կառավարության կողմից անհրաժեշտ ֆինանսավորումը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ քաղաքապետարանի հավելյալ եկամուտների հիմնական մասը ուղղվելու է ճանապարհաշինարարական ծրագրերի իրականացմանը։ Նրա խոսքով առաջնահերթությունը տրվելու է նոր ճանապարհային հանգույցների կառուցմանը եւ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին։ Քաղաքապետը նաև հայտնել է, որ քաղաքապետարանը նախատեսում է վերանայել ներքին ծախսերի արդյունավետությունը, ներգրավելով արտաքին մասնագետների։ Հարգելի պարոն քաղաքապետ, ձեզ է ներկայացվում Երևան քաղաքի սեփական եկամուտների 2026 թվականի հունիսի 30-ի դրության պլանային առաջադրանքների վերաբերյալ ցուցանիշները։ 2026 թվականի առաջի կիսամյակի համար պլանավորված 44 միլիարդ 632 միլիոն դրամ սեփական եկամուտներից փաստացի հավաքագրվել է 49 միլիարդ 220 միլիոն, կատարողականը 110.3%, գերակատարումը ավելի քան 4.5 միլիարդ դրամ։ Ցուցադրված գրաֆիկական պատկերում ներկայացված է 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ փաստացի հավաքագրված սեփական եկամուտներն ըստ առավել մեծ կշիռ ունեցող եկամտատեսակների, մասնավորապես անշարժ գույքի կշիռը կազմում է 25%, շինարարության եւ նախագծման թույլտվություններին է 21%, փոխադրավարձին է 17%, փոխադրամիջոցների գույքարկին է 10%, աղբանության վճարին է 7%։ Ներկայացնեմ նաեւ վարչական շրջանների փաստացի կատարողականների ցուցանիշները։ Մալացիա Սեբաստիան 113.2%, Շենգավիթ 112.9%, Դավթաշեն 112.7%, Նոր 111.4%, Արաբգիր 108%, Քանաքեռ Զեյթուն 108%, Ավան 106.1%, Նոր Մարաշ 102.8%, Աջափնյակ 101.2%, Էրեբունի 99.2%, Կենտրոն 98.4%, Նուբարաշեն 92.6%։ Միաժամանակ հայտնում եմ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սեփական եկամուտների աճը կազմել է ավելի քան 10 միլիարդ դրամ։ Շնորհակալ եմ, կարծում եմ Տիկին Ավետիսյան, մեր ավելացված եկամուտները հիմնականում ուղղելու ենք ճանապարհաշինական աշխատանքներին, մասնավորապես նոր ճանապարհային հանգույցների շինարարությանը, ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին եւ հիմնական շեշտը պետք է դնենք ճանապարհների վիճակի բարելավման վրա, սա է լինելու հավելյալ եկամուտների ծախսման ուղղությունները, հիմնական ուղղությունները եւ իրականում նաեւ արդեն կարծում եմ մի որոշ շրջան անցել ենք, որպեսզի անդրադառնանք եւ հասկանանք օպտիմալացման ինչ հարցեր ունենք եւ այդտեղ հաստատ շատ հարցեր են բացվել եւ երևի թե կարտապատվիրակենք այդ ծառայությունը, որպեսզի կողքի աչքով մի հատ մեր ներքին process-ներին վերլուծություն արվի մեր ներքին process-ներում, հասկանանք որտեղ ունենք անիմաստ մեծ ծախսեր եւ այդ ծախսերի վերաբաշխումներ նույնպես պետք է իրականացնենք։ Երևանի նոր վարչական շրջանում Տորքանգեղի արձանի հարակից տարածքի երկրորդ փուլի շինարարական աշխատանքները ընթանում են սահմանված ժամանակացույցով։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում զեկուցեց նոր վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանը։ Տորքանգեղ արձանի հարակից տարածքի այգու շինարարական աշխատանքների երկրորդ փուլի վերաբերյալ ավարտվել են ամֆիթատրոնի եւ բեմի բետոնային աշխատանքները, ավարտվել է ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքները, ավարտվել են սանհանգույցների ներքին հարդարման աշխատանքներ, իրականացվել է 460 գծամետր հենապատի կառուցման համար նախապատրաստական աշխատանքները, իրականացվել են հողային աշխատանքների 60%-ը, տնկվել է 1400 ծառ, 5950 քառակուսի մետր տարածք ծածկվել է տոմետով։ Իրականացվել են հեղատար, կոյուղատար եւ ջրամատակարարման համակարգի, այդ թվում 5050 մետր ոռոգման ցանցի անցկացման աշխատանքներ։
փորվել է խորքային հոր, տեղադրվել է անհրաժեշտ ջրային պոմպերը։ Կատարվել են արտաքին լուսավորության համակարգի անցկացման մոնտաժման աշխատանքներ։ Կառուցվել է այգու ավտոկայանատեղին, կառուցվել են 7 աստիճանավանդակներ։ Հարկ եմ համարում նշել աշխատանքների կատարման վերջնաժամկետ է սահմանված մինչև 2026 թվականի 4-րդ եռամսյակը։ Այսքանը։ Շնորհակալ եմ, կարծում եմ մեր ամենակարևոր ծրագրից ամենահաջողված նաև նախագծերից մեկն է Տոր-Քանգեղի այգու վերակառուցումը, որը որ տարատեսակ առանձնացված հողակտորներից վերածվում է մեծ քաղաքային այգու եւ իրականում սա կարծում եմ նաեւ դառնում է ոչ միայն նոր վարչական շրջանի ամենագեղեցիկ վայրերից մեկը, այլ նաեւ Երևան քաղաքի եւ այս տեսակ ծրագրերն են, որ փոխում են մեր քաղաքի դիմագիծը, որ փոխում են մեր քաղաքում կյանքի որակը, որովհետեւ վստահորեն այն ինչ որ ունեինք մի 2-3 տարի առաջ այս այգում եւ այն ինչ որ ունենք հիմա եւ ունենալու ենք այս տարվա վերջ, դրանք էապես երկու տարբեր միջավայրերի մասին են խոսում։ Երևանի ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը հայտնել է, որ դադարեցնում է ավագանու իր լիազորությունները, աշխատանքը շարունակելով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում որպես պատգամավոր։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե Հայաստանից Իսպանիա արտահանված ծիրանը ճանապարհին փչացել է եւ պիտանի չէ իրացման համար։ Հուլիսի 19-ին ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, թե իբրև Հայաստանից դեպի Իսպանիա արտահանված ծիրանի խմբաքանակը ճանապարհին փչացել է եւ պիտանի չէ իրացման համար։ Արձագանքելով այդ հրապարակմանը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Հայաստանից դեպի Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել գիծ գրելով. Հայաստանի Հանրապետության բանակի զինծառայողների մարզումները 155 մմ տրամաչափի արամազդ ինքնագնաց հրետանային կայանքներով։ Ծանոթացեք 155 մմ տրամաչափի արամազդ ինքնագնաց հրետանային կայանքն է Հայաստանի Հանրապետության բանակի զինանոցի վերջին տարիների ձեռքբերումներից մեկը եւ Մարտկոցի հրամանատար կապիտան Գրիգորյան։ Սպառազինության նոր միջոցները շահագործելու իմացությունն ու հմտություններն է փոխանցում ծառայակիցներին ու ենթակա անձնակազմին։ Նոր սպառազինությունն ինքնին ենթադրում է նաև համապատասխան ստորաբաժանումների անձնակազմերի կադրային պատրաստության նոր մոտեցումներ, նոր մտածողություն։ Մարտկոցի հրամանատար Սարգիս Գրիգորյանի հետ մտաբերում ենք մեր բանակի անցած ուղին, հիշում Հայաստանի Հանրապետության բանակի զինանոցի սպառազինության միջոցները ու փորձում գնահատել նոր ձեռքբերումները։ Տեխնիկան հմտորեն շահագործելու համար անձնակազմից պահանջվում է մոտ 1 ամիս ժամանակահատված։ Անձնակազմը համալրված է նոր մարտավարական հաստիկներով, հիմնական շեշտադրումը դրված է ապահովող ստորաբաժանումների ուժերի միջոցների վրա, քանի որ նախկինում հրետանային մարտկոցները առավել ինքնուրույնություն եւ բարձր շարժունակություն չունեին եւ նորագույն ձեռքբերումների շնորհիվ տեխնիկան ինքը շարժունակ է եւ լիովին մարտկոցը կարողանում է ինքնուրույն կատարել իր առջեւ դրված խնդիրը։ Այսինքն գործ ունենք ավտոմատ կրակի կառավարման համակարգով օժտված հրետանու հետ, ինչպես նաեւ ինքնուրույն մարտական խնդիր կատարող ստորաբաժանման հետ։ Հուսալի պաշտպանության եւ ավտոմատացված ճշգրիտ հաշվարկներ կատարելու շնորհիվ համակարգերն ունակ են կարճ ժամանակահատվածում եւ բարձր արդյունավետությամբ խոցել բարձր պաշտպանվածություն ունեցող շարժվող եւ անշարժ կենթանի ուժը, կրակային միջոցներ եւ այլ կարեւոր նշանակություն ունեցող օբյեկտներ։ Հաստիկները համալրված են թե ժամկետային եւ թե պաշտպան հայրենաց ծրագրի շահառուներով։ Հիմնական շեշտադրումը հրամանատարական կազմի դրված է երկարատև պայմանագրով զինվորական ծառայության անցած զինծառայողների վրա, քանի որ ուսումը այդ գիտելիքի բազան ներդնելը ավելի նպատակահարմար է երկարամյա ծառայություն ունեցող զինծառայողների համար։ Համալրված են բացի կրակային դասակներից նաև ապահովող ստորաբաժանումներով, ինչը թույլ է տալիս տեխնիկան կիրառելիս Մարտկոցի անձնակազմին գործել մաքսիմալ ինքնուրույն։
Պաշտպան հայրենյաց ծրագրի շահառու ժամկետային զինծառայող Գևորգ Գրիգորյանը համակարգերի առավելություններից մեկն էլ կիրառելիության լայն հնարավորություններն է համարում։ Օրինակ, հրետանային միջոցն իզորու է կատարել տարածքների ծխապատման, լուսավորման խնդիրներ եւ այլն։ Մաղաքեն նույնպես Պաշտպան հայրենյաց ծրագրի շահառու է։ Ծառայության հենց առաջին ամիսներին է որոշել։ 5 տարի անց ծրագրի ավարտին վերակնքելու է պայմանագիրը, այս անգամ արդեն ծառայությունն իբրև սպա շարունակելու նպատակով։ Առաջին քայլերն արել է ծառայությանը զուգահեռ պրակտիկ վարժանքներին ու պարապմունքներին համընթաց զինվորական կրթություն է ստանում։ Որպես հաշվարկի հրամանատար ես պարտավորվում եմ հետևել տեխնիկային, սարքինությանը, հետևել անձնակազմի ճիշտ գործողություններին, կազմակերպել տեխնիկայի հետ կատարվող աշխատանքները։ Արդեն 2 տարի է ծառայում եմ որպես Պաշտպան հայրենյաց ծրագրի շահառու։ Ատեստավորվել եմ լավ գնահատականով, պատիվ եմ ունեցել մասնակցել մայիսի 28-ին անցկացված զորահանդեսին, որը հետագայում իմ զինվորական ծառայության լավագույն հիշողություններից է լինելու։ Ջոկի հրամանատարը հասցրել է ուսումնասիրել, որ հրետանային միջոցը, որի շահագործման մասնագիտական պատրաստություն է անցնում նաև ինքը, միջազգային առաջատար ինքնագնաց կայանքներից մեկն է եւ վստահ է, որ նմանատիպ ներդրումը մեր բանակում արդեն իսկ խոսում է միջազգային չափանիշներին համապատասխան նոր որակի հրետանային ստորաբաժանումներ ունենալու մասին։ Իսկ ինքը հպարտ է, որ մեր բանակի պատմության նոր էջը կերտող նոր սերնդի զինվորականներից մեկն է լինելու։ Շարունակենք թողարկումը։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ։ Աննա Վարդապետյանը Տավուշի մարզի դատախազ Գևորգ Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է դատախազական ներգործության, ինչպես նաև բավարարված հայցերի արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգու տարածքում, որից հետո աշխատանքային քննարկում է անցկացրել Տավուշի մարզի դատախազությունում ու տվել մի շարք հանձնարարականներ։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկը։ Նախարարը այս մասին գրել է Facebook-ի իր էջում, ընդգծելով, որ ձկնաբուծարանը զբաղեցնում է 6.5 հեկտար տարածք, ունի 60 աշխատակից։ Այցի ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացման հեռանկարները, արտադրության ընդլայնման և դեպի Եվրամիության արտահանման հնարավորությունները։ Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը գտնվում է Եթովպիայի Ադիս Աբեբա քաղաքում, մասնակցելու խաղաղություն և կայուն զարգացում փիլիսոփայական ուսումնասիրություն խորագրով միջազգային համաժողովին։ Համաժողովի կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Վեգենե Մենգիստուի հրավերով։ Միջազգային համաժողովը միավորում է գիտնականների, հետազոտողների, քաղաքականություն մշակողների և ոլորտի մասնագետների, որոնք քննարկում են խաղաղության, արդարության և կայուն զարգացման փիլիսոփայական հիմքերը, միջմշակութային երկխոսության կարևորությունը և ժամանակակից աշխարհում գլոբալ մարտահրավերներին արձագանքելու ուղիները։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ մեկնարկել է այսօր հուլիսի 20-ին։ Այցի շրջանակում պաշտպանը հանդիպել է Գորիս համայնքի ղեկավար Արուշ Արուշանյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև բնակիչների սոցիալական իրավունքների ապահովման և առկա հիմնախնդիրների հաղթահարմանն ուղղված նախաձեռնությունները։ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ համայնքներում առկա խնդիրների արդյունավետ լուծումը հնարավոր է միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև այլ դերակատարների սերտ և հետևողական համագործակցության պայմաններում։ Եվ միջազգային լրահոսին ընդառաջ։ Քիր Սթարմերը պաշտոնապես հրաժարական է տվել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից։ Թագավոր Չարլզ III-ը ընդունել է նրա հրաժարականը։ Թագավորին այցելելուց առաջ Սթարմերը վերջին անգամ ելույթ է ունեցել Լոնդոնի Դաունինգ Սթրիթ 10 հասցեի վարչապետական գրասենյակի դիմաց։ Նա հաջողություն է մաղթել իր հաջորդին լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդ Էնդրյու Բըրնհեմին, որը պաշտոնը կստանձնի հուլիսի 20-ին։ Միջազգային այլ թեմաների ծանոթացեք տեսաշարով։
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը եւ Սաուդյան Արաբիայի վարչապետ Թագաժառանգ Մուհամմադ բին Սալման բին Աբդլ Ալ-Ազիզը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները։ Թագաժառանգը հաստատել է Սաուդյան Արաբիայի թագավորության աջակցությունը Լիբանանին։ Նա վերահաստատել է իրենց վճռականությունը Լիբանանի համար անհրաժեշտ բոլոր ոլորտներում օգնություն ցուցաբերելու հարցում։ Թագաժառանգը նախագահ Աունին հրավիրել է այցելել Սաուդյան Արաբիա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը քննարկելու համար։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Լիբանանում իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 4328-ի։ Իսրայելական անօդաչու թռչող սարքեր են թռչում Բեյրութի եւ նրա արվարձանների վրայով։ Բացի այդ, իսրայելական ուժերը շարունակում են թիրախավորել երկրի հարավում գտնվող Նաբատիե շրջանը։ Հուլիսի 20-ի առավոտյան Նաբատիե շրջանի Քֆար Թեփնիտ գյուղաքաղաքում ուժգին պայթյուն է տեղի ունեցել։ Հիշեցնենք, որ Լիբանանը ներքաշվել է Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ այն բանից հետո, երբ Հեզբոլահը ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների մարտի 2-ից հարձակումներ էր սկսել Իսրայելի դեմ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ զրույցում պահանջել է ավելի ակտիվ միջոցներ ձեռնարկել երկրում անտառային հրդեհները վերահսկողության տակ վերցնելու համար։ Այդ հրդեհների ծուխն ավելի վաղ ծածկել էր ԱՄՆ-ի մի շարք խոշոր քաղաքներ։ Միացյալ Նահանգների ղեկավարը չի բացառել, որ կձգտի Օտավայից հասնել փոխհատուցման։ Թրամփը հայտարարել է անտառային հրդեհները դադարեցնելու անհրաժեշտության մասին, նշելով, որ եթե Կանադային անհրաժեշտ լինի ԱՄՆ-ի օգնությունը, իրենք պատրաստ են այդ հարցում աջակցել։ Հուլիսի 17-ին Թրամփը Կանադային սպառնացել է մաքսատուրքերի բարձրացմամբ անտառային հրդեհների պատճառով, քանի որ դրանց ծուխը վերջին օրերին պարբերաբար պարուրել է Միացյալ Նահանգների մի շարք խոշոր քաղաքներ։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնի վարչակազմը Կանադային պատասխանատու է համարում այն փաստի համար, որ նա պատշաճ կերպով չի պահպանում իր անտառները։ Կանադայի իշխանությունների վերջին տվյալներով երկրի տարածքում այրվում է մոտ 950 անտառային հրդեհ, որոնցից մոտ 130-ը առայժմ չի հաջողվում վերցնել վերահսկողության տակ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ հաջողությամբ է իրականացրել Իրանի դեմ հարվածների 9-րդ անընդմեջ գիշերային գործողությունը։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերը թիրախավորել են Իրանի ռազմական հրամանատարական կենտրոնները, հակաօդային պաշտպանության եւ առափնյա վերահսկողության օբյեկտները, ծովային կարողությունները, հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի արձակման վայրերը, ինչպես նաեւ կապի ցանցերը հետագայում նվազեցնելու Իրանի կարողությունը հարձակվելու Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի եւ քաղաքացիական նավաստիների վրա։ Ասվում է X-ի էջում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հայտարարությունում։ Զինված ուժերը հայտնել են, որ գլխավոր հրամանատարի ցուցումով իրանական գործողությունների համար պատասխանատվության են ենթարկում Թեհրանին։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հուլիսի 19-ին զսպվածության կոչ է արել այն բանից հետո, երբ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է երկրի հարավ-արևմուտքում կառուցվող ատոմակայանին։ Այս մասին ասվում է X սոցիալական ցանցում գործակալության տարածած հայտարարությունում։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ուսումնասիրում է Իրանում Դարքովինում նախատեսվող ատոմակայանի շինհրապարակի վրա գիշերվա ընթացքում տեղի ունեցած հարձակման մասին հաղորդումները։ Թեև հաղորդված հարձակումը որևէ ճառագայթային վտանգ չի ներկայացնում, սակայն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսին վերստին կոչ է անում ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում, ասվում է հայտարարությունում։ Պերույում հուլիսի 18-ի երեկոյան տեղի ունեցած երկու երկրաշարժի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, եւս 21-ը վիրավորվել։ Պերույի ազգային սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով 5.1 եւ 3.7 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել Խունին շրջանի Չուպակա նահանգում, որը գտնվում է մայրաքաղաք Լիմայից մոտ 300 կիլոմետր դեպի արևելք։ Կենտրոնի տվյալներով առաջին երկրաշարժի օջախը գտնվել է 24 կիլոմետր, իսկ երկրորդինը 18 կիլոմետր խորության վրա։ Ամբողջությամբ ավերվել է շուրջ 48 տուն, եւս 18-ը վնասվել է։ Դրա հետևանքով տուժել է շուրջ 300 մարդ, որոնց ժամանակավոր կացարանով ապահովելու նպատակով վրաններ են տրամադրվել։ Կա մտավախություն, որ փլված կառույցների տակ շարունակում են մնալ մարդիկ։
Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի։ Այդ մասին ասվում է կառավարության հրապարակած ամենօրյա ամփոփագրում։ Երկրաշարժի հետևանքով ընդհանուր առմամբ վիրավորվել է 16740 մարդ, 17907-ը զրկվել է օթևանից, 190 շենք ամբողջությամբ ավերվել է, 856-ը զգալի վնասվածքներ ստացել։ Որոնողական փրկարարական գործողությունների ընթացքում փրկվել է 6462 մարդ։ Վենեսուելայում երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան։ Երկրաշարժից հետո տեղի է ունեցել 1388 հետցնցում։ Եվ շարունակելով թողարկումը, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ուժեղ Հայաստան կուսակցության օգտին առավելագույն քվեներ ապահովելու նպատակով հիշյալ կուսակցության համակիրները նախնական համաձայնությամբ մի խումբ ընտրողների խոստացել են տալ ընտրակաշարք։ Այս մասին հաղորդագրություն եւ ձայնագրություններ է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեն։ Հակակոռուպցիոն կոմիտեի և ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից իրականացված համալիր օպերատիվ հետախուզական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ուժեղ Հայաստան կուսակցության օգտին առավելագույն քվեներ ապահովելու նպատակով հիշյալ կուսակցության համակիրները նախնական համաձայնությամբ Արարատի մարզի Մասիս համայնքի մի խումբ ընտրողների խոստացել են տալ ընտրակաշարք։ Նովա բարիգում։ Բարիգուն Յուրա ջան։ Նովա այսօր խոսալը քո հետ։ Հա։ Ապեր 4 հոգի կողքդ գրանցի։ Նեգա ջիգար։ Են բանալի տես գողոմա տունկա վարձով։ Վարձով մելոին ունի մի հարկը ինչքան է տալի։ Լավ Յուրա ջան, հեսա հասկանամ կփորձեմ։ Հա, լավ։ Դե նաղդե 4-ը ստեղ գյուղում են, չէ։ Հա, մելոյաս տունն եմ մնում։ Չհասկացա, այսինքն կեսը մնում են այդտեղ ձեր փողոցում, կեսը մելոյից տունը։ Հա։ Լավ, ախպրս, հեսա հասկանամ վարձով տարբերական կասեմ։ Սերոբյան ջան։ Լուժան։ Հա ջան, ասա։ Իրանք 6 հոգի հիմա Շմիածին են ապրում։ Հա։ Բայց ստեի ցուցակում են, ստե պետք է։ Հա, գալ են ստեղ։ Մի հատ եթե կարանք հասկանանք ումով կարող մի հատ հետները կապեն, որ ավելի հստակ լինի Լուժան։ Լավ։ Հա, լավ։ 6 հոգի գրող են։ 6 հոգի։ Դրա անվան ինչյաներ, այն ցուցակի մեջ ոնց գրած է դիա, չէ։ Բաբայան Սենյա, Բաբայան Եղիշե, Բաբայան Մարատ, Բաբայան Եղիշե Մարատ Սենյա։ Լավ։ Դե չգիտես ինչն է բան, եթե իրանք պետքա ընտրեն, մեր ուզածին թող ընտրեն, եթե չէ տունը իմն է, ես իրավունք չեմ տալ ինքը գա այդ հասցեով ընտրությունների մասնակցի։ Պալյուբում գրանցված են, իրանք է պալյուբում դիմադիր են լինելու էլի։ Հա։ Դե այդ եմ ասում։ Սերոբյան լսում ես, դրանց հետ կապված այն կարատեիստն շատ հետը մոտիկ զանգել եմ էդի ոնց ասեմ նենց է էլ ասելա պրոբլեմ չկա խոսալի ես իր հետ արդեն խոսացել եմ ասեն նենց էս անում որ լրիվ էդի լինի դաժե իրանց շրջապատումելով կապ պրոբլեմ չկա 6 հոգի են լուսետի հա էդի ասետի ուրեմն թողում եմ փոքր այն նենց էս անում որ օքեյ լինի ես գիտես Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Երևան Աբովյան խճուղու 5 հասցեում գործող ՕՔՍՊ ընկերությունում, որը հանրությանն առավել հայտնի է որպես զվարճանքի և ժամանցի կենտրոն, բացահայտվել է շուրջ 300 միլիոն դրամ ստվերային շրջանառություն։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից և ներկայացնում տեսանյութ։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի վերին պտղնի Երևան-Աբովյան խճուղու 5 հասցեում գործող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը հանրությանն առավել հայտնի է որպես զվարճանքի և ժամանցի կենտրոն կամ խաղատուն, գործունեության արդյունքում իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում։ Այս ամենի հետևանքով ընկերության պատասխանատու անձանց կողմից թերհայտարարագրվում են իրացման
իրական շրջանառությունները, որի արդյունքում պակաս են հաշվարկվում բյուջե վճարվող հարկային պարտավորությունները։ Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակում որպես հաճախորդներ կապ է հաստատվել ընկերության համապատասխան աշխատակիցների հետ։ Ընկերության կողմից կազմակերպվող միջոցառումների փաստացի գնացուցակին ծանոթանալու նպատակով։ Վերջիներս չգիտակցելով այն հանգամանքը, որ հաճախորդները հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության քողարկված աշխատակիցներ են, հայտնել են միջոցառումների իրական գնացուցակի տվյալները։ Միաժամանակ տեղեկացել են, որ անկախ հյուրերի քանակից սրահը տրամադրվում է 12 միլիոն ՀՀ դրամից ոչ պակաս արժեքով։ Ճշտվել են նաև հանգստի եւ ժամանցի վայրային տարածքները, որտեղ կարող են առկա լինեն ընկերության իրացման շրջանառության վերաբերյալ թվային եւ փաստաթղթային արժանահավատ տվյալներ։ Վարչության աշխատակիցները ստացված տվյալները մանրամասն վերլուծել են, մշակել են միջոցառումների կատարման հաջորդականությունն ու անցել են բացահայտ գործողությունների։ Իրականացված միջոցառումների շրջանակում համաժամանակյա հետազոտվել են համակարգիչներում առկա ընկերության գործունեության վերաբերյալ տվյալները, ներքին հաշվառման եւ սևագիր փաստաթղթերը։ Ձեռքբերված տվյալները համադրվել են ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա նույն ժամանակաշրջաններին վերաբերելի հարկային հաշվարկների տվյալների հետ։ Արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից 2025-ից 26 թվականներին կազմակերպված թվով 25 խնջույքներից ձևավորված 300 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով հասույթը չի արտացոլվել հարկային մարմին ներկայացված հաշվարկներում։ Արդյունքում հաշվարկվել եւ պետական բյուջե չի վճարվել շուրջ 82 միլիոն ՀՀ դրամ։ Փաստի առթիվ առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է տնտեսվարողներին զերծ մնալ նման վարքագծից եւ գործել թափանցիկ, իսկ քաղաքացիներին հորդորում է պահանջել ՀԴՄ կտրոններ կամ օրենսդրությամբ սահմանված այլ վճարային փաստաթղթեր։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության եւ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի համապատասխան աշխատակիցների կողմից Երևան վարչական տարածքում կազմակերպված համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, մասնավորապես առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղեր կազմակերպելու, որի համար վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի համաձայն կազմվել են թվով 10 արձանագրություններ։ Միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ Պեկից հայտնում են, որ էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառության շրջանակն ընդլայնվում է, իսկ փաստաթղթավորման կարգավորումները պարզեցվում։ Կառավարությունն առաջիկայում կսահմանի այն ոլորտները, որտեղ էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառումը կդառնա պարտադիր։ Միաժամանակ տնտեսվարողներն իրենց ցանկությամբ կկարողանան սովորական ՀԴՄ-ների փոխարեն կիրառել էլեկտրոնային ՀԴՄ-ներ, նշվում է հաղորդագրությունում։ Մանրամասները տեսանյութում։ Հարգելի հարկվճարող, էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության շրջանակն ընդլայնվում է, իսկ փաստաթղթավորման կարգավորումները պարզեցվում։ Կառավարությունն առաջիկայում կսահմանի այն ոլորտները, որտեղ էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառությունը կդառնա պարտադիր։ Միաժամանակ տնտեսվարողներն իրենց ցանկությամբ կկարողանան սովորական ՀԴՄ-ի փոխարեն կիրառել էլեկտրոնային ՀԴՄ։ Այս ճկուն եւ ժամանակակից համակարգի ներդրմամբ նույն գործառույթները տնտեսվարողները կկարողանան իրականացնել առավել բարձր եւ հարմար եղանակով։ Մասնավորապես գործարքների վերաբերյալ տվյալները հարկային մարմնի տեղեկատվական շտեմարան կփոխանցվեն ինքնաշխատ, առանց ուշացումների։ Նոր փոփոխությամբ կմիասնականացվեն սովորական եւ էլեկտրոնային ՀԴՄ-ին վերաբերող այն կարգավորումները, որոնք կիրառելի կլինեն երկու գործիքների դեպքում էլ։ Զուգահեռաբար կհստակեցվեն նաեւ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ժամկետները։ Հարկվճարողը դուրս կգրի հաշվարկային փաստաթուղթը մինչև ապրանքի մատակարարումը։ Ի դեպ, այս տարվա սեպտեմբերի 1-ից ՀԴՄ կտրոնի վրա արտացոլվող տվյալները կսահմանի կառավարությունը,
ինչը հնարավորություն կտա առավել ճկուն եւ արագ արձագանքել անհրաժեշտ փոփոխություններին։ Իսկ ահա օրենքն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։ Հիդրոօթերևութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանը հիմնականում կգտնվի տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։ Ըստ նրա, առաջիկա 5 օրերին եղանակային էական տատանումներ չեն կանխատեսվում։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, առաջիկա շաբաթվա ընթացքում մեր երկիրը հիմնականում գտնվելու է հարավ-արևմտյան տաքօդային հոսանքների ազդեցության գոտում։ Արդեն ձևավորված ջերմային ֆոնում առաջիկա 5 օրերին էական տատանումներ չեն կանխատեսվում։ Հայ հիդրոմետրի կանխատեսումների համաձայն լեռնային մարզերում ցերեկային ժամերին սպասվում է հիմնականում 24-ից 27 աստիճան տաքություն, նախալեռնային գոտում օդի ջերմաստիճանը ցերեկը կտատանվի 32-ից 35 աստիճանի սահմաններում, իսկ խորհրդային գոտիներում դրանք են Սյունիքի հովիտները, Արարատյան դաշտը եւ Երևանը, ցերեկը սպասվում է 35-ից 37 աստիճան տաքություն։ Հուլիսի 20 եւ 21-ին հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-ից 25-ին հյուսիսային մարզերում հիմնականում Շիրակ, Լոռի, Տավուշ առանձին հատվածներում ուշ երեկոյան կդիտվեն գերակային բնույթի կարճատև անձրևներ։ Երեկոյան ժամերին Կոտայքի Արագածոտնի նախալեռնային հատվածներում, Արմավիրում, այդ թվում նաև Երևանում սպասվում է լեռնահովտային քամիների ուժ գնացում մինչև 16 մետր/վայրկյան արագությամբ։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս հաջողություն։